Դուք տեսնում եք, որ այս քննարկման ընթացքում տասնյակ հարցեր են բարձրանում, եւ այդ տասնյակ հարցերը թերևս իրաց պատասխանները կստանային, եթե այն քննարկումը, որ մենք եթե 2 ժամ էլ քննարկենք, հստակ է, որ քննարկելու խնդիր կա, հստակ է, որ այս կրթամշակութային եւ հոգեվոր հաղորդումների դաշտը մնում է բաց եւ պետության նորից եմ կրկնում պետության նպատակադրումներից առաջնահերթություններից պետք է դա լինի եւ եթե մենք դուք ավելի շատ քաղաքական մեծամասնություն եթե դուք բավարար ուսումնասիրություն ունենայիք եւ ոչ թե այստեղ ցանկությունների եւ դիտարկումների անորոշ դերբայով ձևակերպած երկու պարբերություն հիմնավորում մենք ունենայինք հավատարժան վերլուծություն, թե ինչու ենք տանում այս քայլը։ Մնացյալը ձեր անձնական դիտարկումներն են։ Այսքան օրինակ կբերեմ, բերեք օրինակներ, բայց դրանք պետք է հավատարժան լինեն։ Հավատարժան ապացուցեք, որ շողակաթը կամ այդ երրորդ հեռուստաալիքը հանրային հեռարձակում ունեցող այս խախտումներ արել եւ ռոպագանդիստական գործիք ա եղել։ Բայց առանց փաստարկների դուք դատավճիռ եք, այդ է խնդիրը, դատավճիռը իրականացվում առանց փաստարկների։ Ես դեմ չեմ առողջացմանը, ես դեմ չեմ հաղորդումների որակի բարձրացմանը, ինչքան դիտողականություն այդ հաղորդումների բարձր լինի, այնքան մեր հասարակության կրթամշակութա-դաստիարակչական բարեվարկության մակարդակը կբարձրանա, բայց ոչ թե իմպերատիվ դատողական սեփական ախտորոշման վրա դատավճիռ կայացնել։ Եվ եթե մենք ուսումնասիրություն անեինք ոչ մինչ այս հանձնաժողովը բաց քննարկում աներ եւ իրականում հանրային պատվեր ստանար, մենք միասին Միացյալ Նահանգներում ենք եղել եւ այնտեղ հիշում եք թե լոբիստական ինչ ֆիլտրներով է անցնում որևէ օրինագիծ որ գա հասնի կոնգրես։ Հիմա դուք բերել եք ձեր երկուսով իհարկե այդքան միամիտ չեմ չհասկանա որ սա քաղաքական թիմի ամբողջ ցանկությունն է, բայց չի կարող որևէ նախագիծ գալ մտնել խորհրդարան, եթե հանրային պատվեր չկա, բավարար ուսումնասիրություն չկա եւ հիմնավոր չի, խոսքը հենց դրա մասին է։ Մնացյալը անձնական աչքաչափով դիտարկումներ են։ Սա լուրջ որոշումը կառուցված երկու պարբերության վրա։ Նույնիսկ չեք հարգել հիմնավորման ընդունված պատշաճ, այսպես ասած, ավանդույթը։ Չի կարելի, այսպես չի կարելի։ Ես միշտ խոսում եմ օրենսդրական նախաձեռնությունների որակի մասին եւ նորից բախվել ենք այսպես թիմային որոշումների հետ։ Իհարկե քաղաքական մեծամասնություն եք, դա աշխատավոճ է, բան չունեմ ասելու, բայց հարցերը չէին լինի, եթե մենք ունենայինք քննարկում, հանրային քննարկում։ Ես համարեցի, որ սա ձեր եզրափակիչելույթն դրա համար չընդհատեցի, խնդրեմ։ Այդում ձեր նշած ներկում ներեցեք դες եզրափակիչ վերջում կտամ։ Այդում ձեր նշած երկրում, որ մենք եղել ենք, այնտեղ չկար։ Եվ երբ որ դուք խոսում եք լոբիստականի մասին, այստեղ էլ չկա։ Ավելին, այստեղ որ հանկարծ մի հատ տենց բան ա լինում, դա համարվում է կոռուպցիոն սկանդալի, որ երբ որ ինչ-որ մի հատ բիզնեսի համար գրվում է, որ մի հատ պետք է հանես օրենքաբերվել, այդում ձեր կողմից, ընդդիմության կողմից ասում է բերել եք մի հատ նախագիծ, որը սպասարկելու է այսինչին։ Այո, այն երկիրը, որ ես ու դուք են գնացել այնտեղ շատ նորմալ է, այդում շատ օրինական է, երբ որ այդ բիզնեսը տանի փողը տա պայմանական Տիկին Գալստյանին, ասի իմ համար մի հատ էս օրենքը տար եւ լոբինգ արա, կամ դե ես էլ եմ անտես չէ դուք խոսում եք լոբիստականացնում, իրանց ամբողջ գործառույթը ըստ էության մեր մոտ չկա, այլ հարցավը էդ էլ կարող քննարկենք, պետք է մեզ թե պետք չի եւ նորից եմ կրկնում մենք այս պահին ունենք 5 հեռարձակող, սա ալիքի մասին չէ, հարգելինես, ամեն մի հանրային հեռարձակող, եթե շատ եք ուզում բացեմ, կարող ունենա 2-3 ալիք, սա ալիքի մասին չէ, սա հանրային հեռարձակողի մասին է։ Հիմա երբ որ դուք տենց ինձանից շատ ավելի գեղեցիկ, Աճարյանի բառարանից օգտվում գեղեցիկ բառերով հուզական ասում եք, դրանից ոչ մի բան չի փոխվում, որտեղ ինձ թվում է ես շատ պարզ բացատրում եմ եւ մեզ դասողը հասկանում անգամ դիտողը։ Ասում եմ, սա ալիքի մասին չէ, ինչքան դուք ուզում եք ալիք ասել, սա ալիքի մասին չէ, ես նորից եմ ասում, մենք այս պահին ունենք 5, եթե այդպես ասեք, հաճախականություն կամ ալիք, 2 ռադիոյում են, 3-ը TV-ի մեջ։ Այս մեկի փակելով կարող 6-ը լինի, ձեր ասած ալիքները, դա խնդիր չի, հասկանում եք։ Խնդիրը նորից եմ ասում, հետևյալի մեջ է արդյոք այն գումարները, որոնք որ կառավարությունը հավաքելով քաղաքացիների հարկերից վճարումը պետք է նպատակադրված թիրախային լինի թե ոչ, այս ամբողջ խնդիրը։
Համեցեք Տիկին Ղազյան եզրափակիչելուց, որտեղ ոնց հասկանում եմ հարցեր չկան, հարակեցեկությունները չկան։ Իհարկե չի ուզի որ այս թեմայի մեջ մտնենք, բայց քանի որ թե Տիկին Գալստյանը, թե դուք ալիքի քաղաքականացվածության կամ դրա շղթման մասին խոսեցիք, այդ ձեր աղյուսակում ներկայացրած Տիկին Գալստյան չկա քաղաքական բովանդակության տոկոսը, դրա համար ես այն հավատարժան չեմ համարում եւ քանի որ դուք շատ կտրուկ պահանջեցիք ինչ որ փաստարկ բերել դրա հետ կապված ես կուզեի որ հնչեր հարցը գուցե հռետորական է եւ եզրափակիչ ելույթի փոխարեն հռետորական հարց տամ ներողություն եմ խնդրում Արգելի լրագրողներ եթե կարելի է դրսում խոսեք էլի